Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ ձեզ։ Թող Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեզ հետ լինի։ Թող Աստծո շնորհն ու խաղաղությունը մեզ ծածկի։ Թող Աստծո Սուրբ Հոգին մեզ վրա բերի ապաշխարության հոգի։ Այնքան ողորմի ու գթա մեզ, որ հանդիմանի մեզ մեր մեղքերի համար եւ տա մեզ կարողություն ապաշխարելու, իսկապես ապաշխարելու։ Թող Տիրոջ խոսքը լուսավորի մեր ընթացքը։ Թող Տիրոջ խոսքը մեր ուտելիքը լինի, մեր սերը լինի, մեր հիմքը լինի։ Թող Քրիստոսը մեր կյանքի կենտրոնը լինի, մեր առաջնայնությունը լինի։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա անդրադառնում ենք Հռոմեացիների նամակի մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Այսօր խոսելու ենք շնորհի մասին, աստվածային շնորհի մասին, որ կա երկու տեսակի շնորհ։ Աստվածաբանորեն խոսելով կա երկու տեսակի շնորհ։ Առաջինը կոչվում է ընդհանուր շնորհ, կարելի է ասել շնորհ բոլորի համար։ Ծննդոցում Աստված օրհնեց մարդկությանը։ Աստվածաշունչն ասում է, եւ Աստված օրհնեց նրանց ու ասաց. բազմացեք եւ շատացեք։ Աստված օրհնություն է սահմանել մարդկության վրա։ Եթե դու մարդ ես, կարող ես վայելել Աստծո այս ընդհանրական շնորհը։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված անձրև է տալիս եւ արդարին եւ անարդարին։ Սա նշանակում է, որ եթե մեղավոր մարդը, անհավատը, իրեն նվիրում է հարստություն ստեղծելու սկզբունքներին, նա կհարստանա։ Նա կարիք չունի աղոթելու, Աստծուն սիրելու, Աստծուն վստահելու, ապաշխարելու, Հիսուսին ընդունելու։ Նա կարող է հաջողել ու հարստանալ։ Աստծո ընդհանրական շնորհը նաև այն է, որ ամեն մեկիս էլ տաղանդ է տվել, կարողություններ է տվել։ Եթե մարդը նվիրված է որևէ բանի, ջանք գործադրի, նա հաջողության կհասնի, առանց վերստին ծնվելու, առանց դարձի գալու, առանց Հիսուսին ընդունելու։ Նույնն էլ կարելի է ասել առողջության հարցում, օրինակ։ Եթե անհավատ մարդը ճիշտ ծնվի եւ առողջ ապրելակերպ ունենա, նա հիմնականում առողջ կլինի։ Նրա դրա համար փրկարար շնորհի կարիք չունի։ Կարելի է ասել աշխատանքի մասին, սովորելու մասին, ամենքիս էլ տվել է կարողություն, ընտանիք կազմելու մասին, ամենքիս էլ տրված է այդ շնորհը։ Բայց կա երկրորդ շնորհը, որը կոչվում է փրկարար շնորհ։ Փրկարար շնորհ։ Այն շնորհը, որ անհրաժեշտ է Աստծո հետ հաշտվելու եւ մարդկային մեղքի խնդիրը լուծելու համար։ Հիշենք, որ մեղքի պատիժը մահն է։ Մարդկության հիմնական խնդիրը մեղքն է, ոչ թե մի ուրիշ բան, միայն մեղքը։ Հիսուսը չեկավ կյանքի ժամանակավոր խնդիրները շտկելու համար, ինչպիսին է աղքատությունը, հիվանդությունը եւ նման բաները։ Դրանք ժամանակավոր խնդիրներ են, կարելի է ասել, միայն այս կյանքում։ Հիսուս Քրիստոսը եկավ լուծելու մեր հավիտենական խնդիրը, մեղքի խնդիրը, որը մեզ թշնամի է դարձրել Աստծուն, բաժանել Աստծուց եւ փտացրել, քաղցկեղի պես տարածվել մեր մեջ եւ կործանում է մեզ։ Սա հստակ երևում է Սուրբ գրքում։ Ուստի ով քարոզում է, թե Քրիստոսը մահացավ, որպեսզի դու առողջ լինես, հաջողակ լինես, հարուստ լինես, նա ավետարանը ճիշտ չի ներկայացնում։ Նա ճիշտ ավետարանը չի քարոզում քեզ խաբում է։ Հիմա սխալ չհասկանանք։ Այո, Քրիստոսը բուժում է։ Դու կարող ես աղոթել։ Նա իզորու է ու կարող է քեզ բժշկել եւ բժշկում է։ Այո, Քրիստոսը դռներ է բացում։
Ամերիկայում օրինակ կար մի հավատացյալ պրոֆեսոր, ով գետնանուշից յուղ արտադրեց ու հարստացավ։ Նա պատմում էր, որ իր լաբորատորիայում աղոթելիս Աստված ցույց տվեց, թե ինչպես դա անել։ Աստված կարող է ամեն ինչ անել, բոլոր բարիքները, հրաշքները գալիս են Աստծուց, լույսի հորից։ Բանը նրանում չի, որ նա դա չի անում, բայց նա չեկավ խաչը բարձրանա, որպեսզի մենք առողջ լինենք ու հարուստ լինենք, դա երկրորդականը, երրորդականը։ Երբ խոսքը վերաբերում է ավետարանին, բարի լուրին, Քրիստոսով փրկությանը, խաչի վրա Հիսուս Քրիստոսի արած եւ ավարտած զոհողության գործին, այն բանին, որ նա տառապեց, անարգվեց, խաչվեց, մահացավ, թաղվեց, հարություն առավ, համբարձվեց եւ վերադառնալու է, դա նրա համար չէ, որ մենք առողջ ու հանգիստ ու ապահով ապրենք, հարուստ լինենք։ Անգամ դրախտում լինենք իր հետ։ Դրանք հետևանքներ են, արդյունքներ են, բայց նպատակը, էությունը մեղքի խնդիրի լուծումն էր, մեղքի վերացումն էր, մեղքի իշխանության վերացումը մեր կյանքից, որտեղ մեղքը մեզ գերել է խավարին։ Նույնիսկ քրիստոնյաներս լիովին չենք գիտակցում, թե որքան մեղավոր ենք։ Հռոմեացիներ նամակի 1-ից 3 գլուխները ցույց են տալիս ամեն մեկիս, թե որքան մեղավոր ենք մենք, ամեն մեկս անխտիր, եւ որքան սարսափելի է այդ մեղքը, որքան չարիք է այդ մեղքը, ինչ կործանում է բերում մեր կյանքերում։ Անգամ որոշ հիվանդություններ մեղքերի պատճառով են, մեղքերի հետևանք են, ոչ թե պատճառով։ Բայց ցավոք սրտի, բանը նրանում է, որ մենք մեր մասին չափազանց բարձր գնահատական ունենք։ Ուրիշների մեղքը տեսնում ենք, դատում ենք, մերը չենք տեսնում, որովհետև չարը օգնում է մեզ կեղծ պատկերացում ստեղծել մեր մեջ, մեր մեղքի մասին ընդհանրապես, թե դա ինչ է անում։ Երբ Հիսուսը հրաշք գործեց Պետրոսի համար, երբ ձուկ չէին կարողանում որսալ, ու Հիսուսն ասեց, ցանցը այն խորքը գցեք, եւ արդյունքում այնքան ձուկ լցվեց իրենց ցանցը, որ նավը գրեթե խորտակվում էր։ Այդ պահին, հասկանալով Հիսուսի ով լինելը, Պետրոսը ծնկի եկավ ու ասաց. «Հեռացիր ինձնից, Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Նա Աստծո ներկայության մեջ եւ գիտակցեց, որ կանգնած է Աստծո առաջ, նա գիտակցեց իր մեղավորությունը, իր մեղավորության խորությունը, անարժանությունը Աստծո առաջ կանգնելու։ Վախը պապեց, Աստվածային վախ մտավ նրա մեջ։ Նույնը տեսնում ենք Եսայի մարգարեին, երբ նա մտավ Տիրոջ ներկայության մեջ, եւ դա տեսիլքով էր։ Առաջին բանը, որ նա ասաց, վայ ինձ, որովհետև ես անմաքուր շրթունքներով մարդ եմ եւ բնակվում եմ անմաքուր ժողովրդի մեջ։ Հիշեք, Եսային ընտրված էր Աստծո կողմից, լինելու Աստծո խոսափողը, Աստծո մարգարեն, բայց նա ասում է, ես արժանի չեմ խոսելու Աստծո համար, որտեղ ես անմաքուր շրթունքներով մեղավոր մարդ եմ։ Այսինքն նորից նա հասկացավ, ընկալեց իր մեղավորությունը։ Ուրեմն, երբ մենք սկսում ենք հասկանալ Աստծո սրբությունը, մենք սկսում ենք նաև գիտակցել, թե որքան լուրջ խնդիր է մեղքը։ Աստծո սրբության մեջ մեղքը միայն դատապարտվում է եւ մահվան է ենթարկվում։ Գիտեք, մեր խնդիրների մեծ մասը, եթե ոչ բոլորը, բխում են մեղքից։ Եվ դրա համար Աստված ուղարկեց իր որդուն, Հիսուս Քրիստոսին, այդ խնդիրը լուծելու համար։ Խնդիրը թեթև բառը, դա խնդիր չի, այդ կործանարար հրեշին խնդիրը լուծելու համար։
Մենք պետք է իմանանք, հասկանանք ու ընկալենք, որ սա է ավետարանի բարի լուրի էությունը։ Սա է բարի լուրը։ Դրա համար Հիսուսը եկավ, խաչը բարձացավ, մեր վրա վերցրեց իր մեղքերը, տնօրինեց մեր մեղքերին, մեր մեղքերը սարքեց իր սեփականը եւ իր հետ խաչը բարձացրեց, որպեսզի մենք ներվենք, որպեսզի մենք Աստծո ցասման բաժակը ինքներս չխմենք։ Ուրեմն մենք չենք ցանկանում հասնել այն կետին, որտեղ ավետարանը նվազացնում ենք, մեղմորեն անտեսում ենք, ոտնատակ ենք տալիս, պակասեցնում ենք նրա զորությունն ու ճշմարտությունը, դարձնում ենք ավետարանը երկրորդական հարց, մեղքը դարձնում ենք ոչ կարևոր, ավետարանը առաջնային է, կենտրոնական է, եւ ավետարանը նրա համար է, որ մենք մեղավոր ենք եւ մեղքը մեզ կործանում է, մեղքը մեզ տանում է դատաստանի եւ Աստված իր որդուն ուղարկեց այդ կենտրոնական, հավիտենական հարցը լուծելու համար։ Եկեղեցին չի կարող գոյություն ունենալ առանց ավետարանի։ Չկա Հիսուս Քրիստոս, չկա Հիսուս Քրիստոսի խաչի վրա զոհողություն, չկա ավետարան, որտեղ դա է բարի լուրը։ Քրիստոսը իր արյունով ստեղծեց եկեղեցին, փրկագնեց մեզ։ Եվ այդ ամենը մեղքի պատճառով, եթե մենք ասում ենք մեղավոր չենք, մենք ստում ենք եւ Աստծուն էլ ստախոս ենք անում։ Ահա խոսեցինք երկու շնորհի մասին։ Աստծո փրկարար շնորհը անարժաններից համար է, այն անվճար է։ Բայց անվճար չէ Աստծո համար, որտեղ նա իր որդու թանկ արյունով, իր արյունով վճարեց դրա համար։ Այսքանը այսօր, վաղը կխոսենք, թե հռոմեացիների նամակը ինչ մասերից է կազմված եւ դրանց իմաստը։ Օրհնվեք, Աստված պահապան ամենքիս։